կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կտրուկ երգում է լուրերը, թե ինքը նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Մի բան, ինչը նրան թույլ չէր տա մասնակցել ընտրություններին։ Նախորդին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր այս փաստաթուղթը տարածել, հարց բարձրացնելով, արդյոք Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի քաղվածք է Մոսկվայում գրանցված Մոսպրոմ էքսպլուատացիա ընկերության վերաբերյալ։ Ըստ դրա Նարեկ Կարապետյանը ընկերության 2.5%-ի բաժնետեր է, տվյալների դաշտում նշված է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Կարապետյանը չի հերքում ընկերության բաժնետեր է, բայց Ռուսաստանի քաղաքացիության մասին նշումն ասում է, հավանաբար տեխնիկական սխալի հետևանք է։ Կարծում եմ ինչ-որ կամ անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Այսինքն սխալվում է ձեր անունը հայտնվել որպես այս ընկերության բաժնետերը որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է։ Մի կետի մեջ երևի ինչ-որ սխալ են գրել։ Սխալմամբ նշել են ձեզ որպես Ռուսաստանի քաղաքացի։ Երևի ավտոմատ ինչ-որ։ Նարեկ Կարապետյանի խոսքով իրենք դիմել են Ռուսաստանի Դաշնությանն ու շուտով իր ասացներն ապացուցող տվյալներ կներկայացնեն։ Դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն Հայաստանի։ Հավանականությամբ երևի դեսպանատն է։ Որ ինչ ինֆորմացիա ասեք, որ դուք այդ երկրի քաղաքացի։ Այո։ Եվ ինչքան ժամանակում մեկ օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ քննչականի հիմքեր կան կասկածելու, որ նա դիտավորյալ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին կեղծ դիմում։ Վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նվազագույնը տուգանքից մինչև առավելագույնը 3 տարով ազատազրկման պատիժ է նախատեսում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Կարապետյանի միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալու ու վերջին 4 տարիներին Հայաստանում բնակված լինելու վերաբերյալ փաստաթղթերը ստուգել է թեկնածուներին գրանցելիս։ ԿԸՀ-ից նշել են, թեկնածուները ներկայացրած փաստաթղթերը ստացել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության կողմից։ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին լուրերի տարածումը երեք հետևեց մեկ այլ այսպես ասած կոմպրոմատի հրապարակման ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ։ Լատվիայում գործող ռուսալեզու ինսայդեր պարբերականը հոդված հրապարակեց կից լուսանկարի տեսքով տվյալներով, որոնց համաձայն 1999 թվականին, երբ Կարապետյանը դիմել է Ռուսաստանի անձնագիր ստանալու համար, նրա տվյալների բազայում աշխատավայրի դիմաց նշվել է ICFSB Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն։ Փաստաթուղթը իրական է թե ոչ, ինչ է նշանակում դրանում արված նշումը, պարզ չէ։ Այնուամենայնիվ Փաշինյանը դա օգտագործեց Կարապետյանին Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալ ներկայացնելու համար։ Կարապետյանը 3 հերքեց հրապարակումը։ Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Ուժեղ Հայաստանում պատրաստվում են Կարապետյանների մասին, ինչպես իրենք են նշում, տխմար, ստեր, ցնդաբանություններ, ապա տեղեկատվություն տարածող ՔՊԱ-ականներին դատի տալ։ Որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է գիտեք ուր։ Գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն եւ նրանց պաշտոն չտրվի։ Ուժեղ Հայաստանի անդամները վստահ են Փաշինյանի թիմը Կարապետյանների մասին սուտ տեղեկատվություն է տարածում ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից շեղելու համար։ Վարույթը երևի ինչ որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պահելաձևի արդյունքը։